Սա պատմություն է մի թիմի մասին, որը ժամանակի ընթացքում դարձել է ավելին, քան պարզապես ակումբ։ Ակումբ, որը անցել է հակամարտությունների եւ քաղաքական ճնշումների միջով, եւ մի փուլում դարձել է մի ամբողջ ժողովրդի ինքնության խորհրդանիշ։ Մարզադաշտը դարձել էր այն եզակի վայրերից մեկը, որտեղ մարդիկ կարող են իրենց ձայնը լսելի դարձնել, ովքեր փորձում էին պահպանել իրենց լեզուն, մշակույթը եւ ինքնությունը։ Այսօր այն շարունակում է զարգանալ։ Նոր սերունդը շարունակում է այս պատմությունը, եւ որքան էլ փոխվի ժամանակը, մեկ բան մնում է նույնը։ Սա պարզապես թիմ չէ, սա կատալոնական Բարսելոնան է։ Տասնիններորդ դարի վերջում ֆուտբոլը Իսպանիայում դեռ համեմատաբար նոր մարզաձև էր, բայց արագ տարածում էր գտնում ամբողջ Եվրոպայում։ Այդ ժամանակ Շվեյցարիայից եկած գործարար Ժոան Գամպերը տեղափոխվել էր Բարսելոնա։ 1899 թվականին Գամպերը տեղական թերթերում հայտարարություն է հրապարակում, կոչ անելով միանալ բոլոր նրանց, ովքեր ցանկանում են ստեղծել ֆուտբոլային թիմ։ Արձագանքը մեծ չէր, բայց կարողանում են հավաքել 11 խաղացողներ, որոնք կազմում են Բարսելոնայի առաջին կազմը։ Այս մարդիկ տարբեր ծագում ունեն՝ կատալոնացիներ, բրիտանացիներ եւ շվեյցարացիներ։ Հենց այս բազմազ կազմն էլ դարձավ այն հիմքը, որի վրա ձևավորվեց ակումբ, որը շատ շուտով պետք է դառնար ավելի, քան պարզապես ֆուտբոլային թիմ։ Այդ ժամանակների իսպանական ֆուտբոլի համար նման բազմազ կազմը բավական անսովոր էր։ Դա ձևավորեց Բարսելոնայի միջազգային մտածողությունը։ 1899 թվականի նոյեմբերի 28-ին Բարսելոնան պաշտոնապես հիմնադրվում է։ Գամպերը, ակումբի առաջին ավագն ու նախագահը, թիմում ձևավորում է արժեքներ, որոնք պահպանվում են մինչև այսօր։ Սպորտային ազնվություն, ստեղծագործական մտածողություն եւ ուժեղ կապ կատալոնական համայնքի հետ։ Ակումբի նշանաբանը՝ ավելին, քան ակումբ։ Հետագայում դառնում է հենց այս գաղափարի հիմքը, ընդգծելով, որ Բարսելոնան ոչ միայն սպորտային թիմ է, այլ նաև մշակութային եւ քաղաքական նշանակություն ունեցող կառույց։ Ակումբի առաջին տարիները հեշտ չէին։ Թիմը չուներ մշտական մարզադաշտ եւ ստիպված էր խաղալ տարբեր տեղական եւ տարածաշրջանային մրցաշարերում։ Հաճախ առաջանում են կազմակերպչական եւ ֆինանսական խնդիրներ։ Չնայած այս դժվարություններին, Բարսելոնան աստիճանաբար սկսում է ձևավորել իր հեղինակությունը։ Այն առանձնանում է իր յուրահատուկ խաղաոճով եւ կարողանում էր ներգրավել տաղանդավոր խաղացողների Եվրոպայի տարբեր երկրներից։ Այս շրջանում Ժոան Գամպերի դերը վճռորոշ էր։ Նա ոչ միայն ակումբի հիմնադիր էր, այլ նաև դրա հիմնական ֆինանսական հենարանը։ 1902 թվականին Բարսելոնա նվաճում է Կոպա Մակայա մրցաշարը։ Սա դառնում է ակումբի պատմության առաջին պաշտոնական տիտղոսը եւ կարևոր փուլ նրա զարգացման մեջ, հաստատելով Բարսելոնան որպես մրցունակ ուժ Կատալոնիայում։ 20-րդ դարի առաջին տասնամյակներում Բարսելոնան արագորեն դառնում է տարածաշրջանի առաջատար ակումբներից մեկը։ Այդ ժամանակաշրջանի կարևորագույն մրցաշարերից մեկում կատալոնիական առաջնությունում թիմը գերիշխում էր եւ բարձր մակարդակով մրցում այլ զարգացող ակումբների հետ։ Միևնույն ժամանակ Բարսելոնան հաջողություն էր գրանցում նաև Կոպա դել Ռեյ մրցաշարում, նվաճելով մի քանի տիտղոս։ Այս հաջողությունները մեծ դեր են խաղում ակումբի հեղինակության ձևավորման մեջ եւ օգնում են նրան անցում կատարել տեղական ակումբից դեպի ազգային մակարդակի ճանաչված ֆուտբոլային ինստիտուտի։ Այս շրջանում ակումբը սկսում է նաև հանդիպումներ անցկացնել արտասահմանյան թիմերի հետ, այդ թվում Ֆրանսիայից եկած ակումբների հետ։ Սա նպաստում է Բարսելոնայի վաղ միջազգային ճանաչմանը եւ ուժեղացնում նրա հեղինակությունը Իսպանիայից դուրս։ Ֆուտբոլի աճող ժողովրդականության հետ միասին աճում էր նաև Բարսելոնայի ազդեցությունը։ Ակումբի խաղերը սկսում են հավաքել ավելի մեծ թվով հանդիսականներ եւ աստիճանաբար վերածվում են քաղաքի կարևոր սոցիալական իրադարձությունների։ 1909 թվականին Բարսելոնան տեղափոխվում է իր առաջին հատուկ կառուցած մարզադաշտ կամ Դելա Ինդուստրիա 8000 հանդիսականով։ 1922 թվականին բացվում է Լեսկորց մարզադաշտը 22000 հանդիսականով, որը դառնում է ակումբի տունը երկար տարիների համար։ Դիտողների թիվը կտրուկ աճում է եւ Բարսելոնան դառնում է Իսպանիայի առաջին ակումբներից մեկը, որ ձևավորում է զանգվածային երկրպագուների բազա։ Այս աճը նաև արտացոլում է ակումբի դերը կատալոնական հասարակության մեջ։ Ֆուտբոլային հանդիպումները դառնում են ոչ միայն սպորտային իրադարձություններ, այլ նաև ինքնության, արտահայտման եւ հասարակական համախմբման հարթակներ։ Սակայն այս զարգացման փուլը համընկնում է քաղաքական լարվածության աճի հետ։
1925 թվականին Միգել Պրիմո դե Ռիվերայի դիկտատուրայի ընթացքում Լեսկորց մարզադաշտում երկրպագուները սուլում էին Իսպանիայի ազգային օրհներգի ժամանակ։ Իշխանությունները մարզադաշտը փակում են 6 ամսով, իսկ Գամպերը ստիպված է լինում հեռանալ իր պաշտոնից։ Այս դեպքը դառնում է առաջին հստակ օրինակներից մեկը, երբ քաղաքականությունը ուղղակիորեն միջամտում է ակումբի կյանքին։ Այն ցույց է տալիս, թե որքան սերտորեն էին արդեն փոխկապակցված ֆուտբոլը եւ քաղաքականությունը Բարսելոնայի պատմության մեջ։ 1920-ականների վերջում Գամպերը բախվում է աճող ֆինանսական խնդիրների եւ ուժեղ քաղաքական ճնշման։ 1930 թվականին նա ինքնասպան է լինում։ Սա դառնում է ակումբի պատմության ամենամութ պահերից մեկը եւ ընդգծում է, թե որքան դժվար պայմաններում է ձևավորվել Բարսելոնան իր առաջին տարիներին։ Իսպանիայում քաղաքական անկայունությունը, այդ թվում ֆրանկոյական ռեժիմի ձևավորումը, շուտով սկսում է ազդել ակումբի վրա։ Բարսելոնայի զարգացումը հնարավոր չէ հասկանալ առանց իսպանական քաղաքականության հետ բարդ հարաբերությունների, հատկապես Կատալոնիայի ինքնավարության պայքարի համատեքստում։ Դեռ վաղ տարիներից ակումբը սկսում է ընկալվել որպես կատալոնական ինքնության խորհրդանիշ, հակադրվելով Ռեալ Մադրիդի, որը հաճախ ասոցացվում էր կենտրոնական իշխանության հետ։ Այս կապը առավել ակնհայտ է դառնում Իսպանիայի քաղաքացիական պատերազմի ժամանակ։ 1936 թվականին ակումբի նախագահ Ժոզեփ Սունյոլը ձերբակալվում եւ գնդակահարվում է ֆրանկոյական զորքերի կողմից։ Նրա մահը դառնում է ոչ միայն ողբերգություն ակումբի համար, այլ նաեւ կարևոր պատմական պահ, որը ավելի է ամրապնդում Բարսելոնայի կերպարը որպես կատալոնական դիմադրության խորհրդանիշ։ 1937 թվականին Բարսելոնան մեկնում է շրջագայության դեպի Մեքսիկա եւ Ամերիկա, փորձելով ապահովել ֆինանսական կայունություն պատերազմի պայմաններում։ Շրջագայությունը բերում է անհրաժեշտ եկամուտ, սակայն ունենում է նաև երկարաժամկետ հետևանքներ։ Մի շարք խաղացողներ որոշում են չվերադառնալ Իսպանիա քաղաքական իրավիճակի պատճառով։ Արդյունքում ակումբը զգալիորեն թուլանում է եւ կանգնում լուրջ խնդիրների առաջ, թե կազմի, թե կառավարման տեսանկյունից։ Ֆրանսիսկո Ֆրանկոյի դիկտատուրայի տարիներին այս ամենը ստանում է նոր, ավելի խորքային իմաստ։ Ֆրանկոյի ռեժիմը ճնշում է կատալոնական մշակույթը եւ լեզուն։ Բարսելոնան, որպես տարածաշրջանային ինքնության խորհրդանիշ, բախվում է բազմաթիվ սահմանափակումների։ Կատալոնական լեզվի օգտագործումը սահմանափակվում է։ Ակումբի անունը փոխվում է։ Անգլերեն Football Club Barcelona անվանումը իսպաներեն դառնում է Club de Football Barcelona։ Նույնիսկ ակումբի խորհրդանիշներից հեռացնում են կատալոնական տարրերը։ Այս պայմաններում մարզադաշտը դառնում է այն եզակի վայրերից մեկը, որտեղ մարդիկ դեռ կարող են միասին արտահայտել իրենց ինքնությունը եւ բարձրացնել իրենց բողոքի ձայնը։ Այս շրջանի ամենասկանդալային դրվագներից մեկը տեղի ունենում 1943 թվականին Copa del Generalissimo մրցաշարի կիզաեզրափակում։ Առաջին խաղում Բարսելոնան հաղթում է Ռեալին 3-0 հաշվով, սակայն պատասխան խաղում Ռեալ Մադրիդը հաղթում է 11-1 հաշվով։ Այս հանդիպման շուրջ մինչ օրս շարունակվում են քննարկումները։ Կան տեղեկություններ, որ խաղից առաջ Բարսելոնայի խաղացողները ենթարկվել են լուրջ ճնշման։ Այս արդյունքը դառնում է այդ ժամանակաշրջանի քաղաքական մթնոլորտի խորհրդանիշ։ Չնայած այս ծանր քաղաքական պայմաններին, Բարսելոնան շարունակում է մրցել եւ աստիճանաբար վերականգնվել։ Այդ տարիների հաջողությունները խաղադաշտում արդեն ունեին ավելի լայն նշանակություն, քան պարզապես սպորտը։ Դրանք ամրապնդում էին ակումբի դերը որպես դիմադրության խորհրդանիշ։ Բարսելոնայում խաղալը այլևս միայն ֆուտբոլով չէր սահմանափակվում։ Դա ինքնության, պատմության եւ մշակույթի պահպանման համար պայքար էր։ Բարսելոնայի եւ Ռեալ Մադրիդի միջև հակամարտությունը ձևավորվել է դեռ 20-րդ դարի առաջին կեսում, դուրս գալով ֆուտբոլի սահմաններից։ Բարսելոնան դարձավ Կատալոնիայի ինքնության, մշակույթի եւ ինքնավարության ձգտման խորհրդանիշ, մինչդեռ Ռեալ Մադրիդը ասոցացվում էր մայրաքաղաքի եւ կենտրոնական իշխանության հետ։ Այս հակադրությունը հատկապես ուժեղացավ Ֆրանսիսկո Ֆրանկոյի դիկտատուրայի տարիներին։ Ինչպես արդեն ասացի, այդ ժամանակ սահմանափակվում են Կատալոնիայի մշակույթը եւ լեզուն, իսկ Բարսելոնան դարձել էր այն եզակի վայրերից մեկը, որտեղ այդ ինքնությունը դեռ կարող էր արտահայտվել։ Այս ֆոնին երկու թիմերի միջև խաղերը սկսեցին ընկալվել ոչ միայն որպես սպորտային մրցակցություն, այլ քաղաքական եւ մշակութային հակադրությունների բախում։ Այս պատմական լարվածությունը հետագայում արտահայտվեց նաեւ կոնկրետ դրվագներով։ Ամենահայտնիներից մեկը Ալֆրեդո դի Ստեֆանոյի պատմությունն է 1950-ականներին։ Երկու ակումբներն էլ փորձում էին նրան ձեռք բերել, եւ սկզբում Բարսելոնան ավելի մոտ էր նրա հետ գործարքին։ Սակայն մի շարք միջամտություններից հետո նա հայտնվեց Ռեալ Մադրիդում եւ դարձավ նրանց հաջողությունների հիմքը։ 1973 թվականին Յոհան Քրոյֆի ընտրությունը ունեցավ նույնպես խորհրդանշական նշանակություն։ Նա կարող էր միանալ Ռեալին, բայց ընտրեց Բարսելոնան, ինչը ընկալվեց որպես դիրքորոշում այս հակամարտության մեջ։ 2000 թվականին հակամարտությունը մտավ նոր փուլ, երբ Լուիշ Ֆիգոն, լինելով Բարսելոնայի առաջատարներից մեկը, տեղափոխվեց Ռեալ Մադրիդ։ Սա դարձավ այս մրցակցության ամենահնչեղ ու հակասական դրվագներից մեկը։
Հետագա տարիներին մի շարք տրանսֆերներ նույնպես ձևավորեցին այս մրցակցությունը։ Դեյվիդ Բեքհեմը մոտ էր Բարսելոնա տեղափոխվելուն, բայց ընտրեց Ռեալը։ Դրանի պատասխան Բարսելոնան ձեռք բերեց Ռոնալդինյոին, ինչը փոխեց ակումբի զարգացումը։ Նեյմարը նույնպես կարող էր հայտնվել Ռեալում, սակայն ընտրեց Բարսելոնան։ Իսկ Մայքլ Լաուդրուպը եւ Ռոնալդո Նազարիոն տարբեր ժամանակներում եղել են երկու թիմերի առաջատարներից։ Հակամարտությունը արտահայտվել է նաեւ մարզիչների մակարդակում։ Ժոզե Մոուրինյոն, ով աշխատել է Բարսելոնայում, հետագայում գլխավորեց Ռեալ Մադրիդը եւ դարձավ այս մրցակցության կարևոր դեմքերից մեկը։ Միաժամանակ ձևավորեցին նաեւ տարբեր մոտեցումներ ակումբների կառավարման մեջ։ Ֆլորենտինո Պերեսի կողմից իրականացվող աստղային տրանսֆերների քաղաքականությունը հակադրվում էր Բարսելոնայի սեփական համակարգի վրա հիմնված մոդելին։ Այս բոլոր դրվագները ցույց են տալիս, որ Բարսելոնա Ռեալ Մադրիդ հակամարտությունը ձևավորվել է ոչ միայն խաղադաշտում, այլ նաեւ պատմական, քաղաքական եւ կառավարման տարբեր գործոնների արդյունքում։ Այս հակամարտությունը ձևավորվել է տասնամյակների ընթացքում եւ շարունակում է ազդել ժամանակակից ֆուտբոլի վրա։ Եվ այսօր էլ սա պարզապես խաղ չէ, այլ երկու համակարգերի, երկու ինքնությունների եւ երկու պատմությունների բախում։ 1950-ականների սկզբին Բարսելոնան մտնում է մի փուլ, որը հետագայում կկոչվի ոսկե դարաշրջան։ Այս շրջանի գլխավոր գործոնը հունգարացի հարձակվող Լասլո Կուբալայի տեղափոխությունն էր 1951 թվականին։ Կուբալայի բացառիկ տաղանդը, ստեղծագործ մտածողությունը եւ գոլ խփելու ունակությունը թույլ տվեցին Բարսելոնային գերիշխել թե Իսպանիայում, թե միջազգային մակարդակում։ Կուբալայի պատմությունը սահմանափակված չէր միայն ֆուտբոլով։ Նա փախել էր Արևելյան Եվրոպայի քաղաքական իրավիճակից եւ դարձել ազատության ու հնարավորության խորհրդանիշ։ Մի ժամանակաշրջանում, երբ Իսպանիան ինքն էլ գտնվում էր ավտորիտար կառավարման ներքո։ Կուբալայի գլխավորությամբ Բարսելոնան 1951-52 մրցաշրջանում նվաճում է 5 տիտղոս։ Այս արդյունքը վերջնականապես հաստատում է ակումբի տեղը եվրոպական էլիտայի մեջ։ Այս շրջանում Բարսելոնան նաև սկսում է ակտիվորեն հանդես գալ եվրոպական մրցաշարերում։ Ակումբը հաղթում է Intercities Fairs Cup մրցաշարում, որը հետագայում դառնում է UEFA Եվրոպա լիգայի գավաթ։ Այս հաջողությունները ցույց են տալիս, որ Բարսելոնան արդեն մրցունակ է ոչ միայն Իսպանիայում, այլ նաև միջազգային հարթակում։ Հենց այս ժամանակահատվածում է տեղի ունենում եւս մեկ կարևոր իրադարձություն։ 1957 թվականին Բարսելոնան տեղափոխվում է իր պատմական մարզադաշտ, որին երկրպագուները անվանեցին Նոր դաշտ կամ իսպաներեն թարգմանած Camp Nou։ Սա ակումբի կողմից հստակ հայտարարություն էր իր մեծ հավակնությունների մասին։ Այն ցույց է տալիս, որ Բարսելոնան նպատակ ունի դառնալ համաշխարհային ֆուտբոլի առաջատար ուժերից մեկը։ Միևնույն ժամանակ սա նշանակում էր նաև Les Corts մարզադաշտի դարաշրջանի ավարտը, որը երկար տարիներ եղել է ակումբի տուն եւ մեծ դեր է խաղացել նրա զարգացման մեջ։ Սակայն երկրպագուների արագ աճը պահանջում էր ավելի մեծ տարածք, եւ նոր մարզադաշտը հնարավորություն էր տալիս բավարարել այդ պահանջարկը։ Ավելի քան 90,000 նստատեղով Camp Nou-ն դառնում է ոչ միայն թիմի ամրոցը, այլ նաև քաղաքի հպարտության եւ դիմացկունության խորհրդանիշը։ Սակայն այս մեծ նախագիծը ուներ նաև իր գինը։ Մարզադաշտի կառուցումը ստեղծում է լուրջ ֆինանսական բեռ, ձևավորելով երկարաժամկետ պարտքեր։ Սա ստիպում է ակումբին ավելի ուշադիր կառավարել իր ֆինանսները եւ ցույց է տալիս, որ Բարսելոնայի աճը ուղեկցվում է ոչ միայն հնարավորություններով, այլ նաև ռիսկերով։ Այս շրջանում Կուբալայի գլխավորությամբ Բարսելոնան սկսում է ձևավորել խաղաոճ, որը հիմնված էր տեխնիկական բարձր մակարդակի, ստեղծագործական մտքի եւ թիմային աշխատանքի վրա։ Սա դառնում է այն հիմքը, որի վրա տարիներ անց կձևավորվի ակումբի հայտնի տիկի-տակա խաղաոճը։ Այս տարիներին նաև ֆուտբոլը սկսում է փոխվել ավելի լայն մակարդակով։ Հեռուստատեսության զարգացումը թույլ է տալիս խաղերը հասանելի դարձնել ավելի լայն լսարանի համար։ Սա մեծացնում է Բարսելոնայի ճանաչումը Իսպանիայից դուրս։ Այս պատմությունը ցույց է տալիս, հաջողությունը հաճախ գալիս է ոչ միայն հնարավորություններից, այլ ճիշտ ժամանակին ընդունած ռազմավարական որոշումից։ Ոմանք փոխում են ուղղությունը, յուրաքանչյուր դժվարություններից հետո, իսկ մյուսները կառուցում են համակարգ, որը թույլ է տալիս առաջ գնալ նույնիսկ ամենաբարդ փուլերում։ Wilco Wealth Management-ը առաջարկում է ներդրումային եւ ակտիվների կառավարման լուծումներ նրանց համար, ովքեր ցանկանում են կառուցել կայուն եւ վերահսկելի ֆինանսական ռազմավարություն։ Մանրամասների համար անցեք հղումով կամ սկանավորեք QR կոդը։ Բարսելոնայի խորհրդանիշները ձևավորվել են ակումբի զարգացման տարբեր փուլերում։ Ակումբի կապույտ եւ կարմիր գույները Blaugrana օգտագործվում են հիմնադրման պահից։ Դրանց ցակման ամենատարածված վարկածը կապված է ակումբ Բազելի հետ, որտեղ խաղացել էր Ժուան Գամպերը։ Ակումբի անվանումը սկզբում ընտրվել է անգլերեն Football Club Barcelona, ինչը բնորոշ է այն ժամանակվա եվրոպական ակումբների, քանի որ ֆուտբոլում առաջին թիմերը ձևավորվել են հենց Անգլիայում։ 1910 թվականին ակումբը անցկացրեց մրցույթ իր զինանշանի համար։ Ընտրված տարբերակը հիմք դարձավ ներկայիս զինանշանին, որը հետագայում ենթարկվել է միայն փոքր փոփոխությունների։
Զինանշանի մեջ ներառված էր Բարսելոնայի խորհրդանիշը՝ Սուրբ Գեորգի խաչը, Կատալոնիայի դրոշի գույները եւ ակումբի Բլաուգրանա գույները։ Ակումբի ավանդական մարզաշապիկը պատմության ընթացքում պահպանել է ուղղահայաց կապույտ եւ կարմիր գծերը։ Դիզայնի փոփոխությունները տարբեր տարիներին հաճախ առաջացրել են երկրպագուների զայրույթը։ Ակումբի կրճատ անվանումը Բարսա ժամանակի ընթացքում դարձել է պաշտոնապես ընդունված եւ օգտագործվում է միջազգային մակարդակով։ 1974 թվականին ստեղծվել է ակումբի պաշտոնական օրհներգը Cant del Barça, որը գրվել է կատալոներեն եւ հնչում է տնային խաղերից առաջ։ Երկար տարիներ ակումբը չէր օգտագործում կոմերցիոն հովանավորի լոգո մարզաշապիկի վրա։ 2006 թվականին սկսվեց համագործակցությունը UNICEF-ի հետ, որը առաջին նման դեպքն էր ակումբի պատմության մեջ։ Սա սովորական հովանավորություն չէր, Բարսելոնան ինքն էր ֆինանսապես աջակցում UNICEF-ին։ Այս քայլը կրկին ընդգծում էր ակումբի գաղափարը ավելի քան ակումբ։ Ակումբի խորհրդանիշների շարքում ներառվում էր նաև Camp Nou մարզադաշտը, որի անունը դրել են հենց երկրպագուները։ Այսօր Բարսելոնան ունի 1200-ից ավել պաշտոնապես գրանցված ֆան ակումբներ, այդ թվում նաև Հայաստանում։ Իսկ այդ ֆաներից մեկը ես եմ։ Չնայած 1950-ականների հաջողություններին, 1960-ականների ու 1970-ականները Բարսելոնայի համար դառնում է ավելի բարդ ժամանակաշրջան։ Ռեալ Մադրիդի վերելքը Ալֆրեդո դի Ստեֆանոյի առաջնորդությամբ եւ Ֆրանկոյի ռեժիմի աջակցությամբ ստեղծում է մի իրավիճակ, որտեղ Բարսելոնան դժվարանում է մրցել թե ներքին առաջնություններում, թե եվրոպական հարթակում։ Ռեալը գերիշխում էր Լա Լիգայում եւ եվրոպական գավաթում, իսկ Բարսելոնան ստիպված էր միշտ հետապնդողի դերում լինել։ Այս շրջանում Բարսելոնան 1961 թվականին հասնում է իր առաջին եվրոպական գավաթի եզրափակչին, սակայն պարտվում է Բենֆիկային, ինչը միաժամանակ ցույց է տալիս թե թիմի ներուժը, թե այն ժամանակվա սահմանափակումները, որոնք թույլ չեն տալիս այդ ներուժը վերածել կայուն հաջողության։ Չնայած դժվարություններին, Բարսելոնան շարունակում էր մնալ ուժեղ ինքնություն ունեցող ակումբ, հավատարիմ երկրպագուներով։ Թիմը շարունակում էր ներգրավել բարձրակարգ խաղացողներին։ Նրանց թվում էր նաև Յոհան Կրոյֆը, որի տեղափոխությունը 1973 թվականին դառնում է նոր դարաշրջանի սկիզբ։ Մինչ նրա տեղափոխությունը ակումբը հաճախ փոխում էր մարզիչներ եւ չուներ հստակ երկարաժամկետ սպորտային ռազմավարություն։ Այս անկայունությունը արտացոլում էր թիմի կառուցվածքային խնդիրները թե խաղադաշտում, թե խաղադաշտից դուրս։ Յոհան Կրոյֆը ֆուտբոլի պատմության մեծագույն խաղացողներից մեկը, Բարսելոնա բերեց ոչ միայն բարձր մակարդակի խաղ, այլ նաև նոր մտածողություն։ Նա ստեղծեց ֆուտբոլային փիլիսոփայություն, որը հետագայում կձևավորվի ակումբի ապագան։ Այս շրջանի կարևորագույն պահերից մեկը տեղի ունենում 1974 թվականին։ Բարսելոնան 5-0 հաշվով հաղթում է Ռեալ Մադրիդին, Սանտիագո Բեռնաբեուում։ Սա միայն սպորտային հաղթանակ չէր։ Այն ցույց տվեց, որ Բարսելոնան վերադառնում է որպես մեծ ուժ իսպանական ֆուտբոլ։ Կրոյֆի շնորհիվ Բարսելոնան ավելի քան 10 տարվա դադարից հետո նվաճում է Լա Լիգայի տիտղոսը, ավարտելով Ռեալ Մադրիդի երկարատև գերիշխանությունը։ Միևնույն ժամանակ ակումբը շարունակում է հաջողություններ գրանցել եվրոպական մրցաշարերում։ Հաղթում է գավաթակիրների գավաթը 1979 եւ 1982 թվականին, ցույց տալով, որ շարունակում է մնալ մրցունակ նաեւ միջազգային մակարդակում։ 5 տարի Բարսելոնային առաջնորդելուց հետո 1978 թվականին Յոհան Կրոյֆը հեռանում է Բարսելոնայից։ 1980-ականների վերջին ակումբում սկսվում են խնդիրներ առաջանալ։ Թիմի խաղացողները դժգոհում են ղեկավարների կառավարումից։ Նրանք հավաքվում են Հեսպերիա հյուրանոցում եւ հայտարարում են, որ դեմ են ակումբի ղեկավարությանը, ինչը հետագայում ստանում է Հեսպերիայի խռովություն անվանումը։ Այդ ժամանակ նախագահի պաշտոնին էր Խոսեփ Լուիս Նունյեսը, ով ղեկավարել է մինչև 2000 թվականը։ Այս ճգնաժամը բացահայտում է կառավարման խնդիրները, բայց միևնույն ժամանակ ստեղծում է փոփոխությունների համար հիմք, ճանապարհ բացելով Կրոյֆի նշանակման համար։ 1988 թվականին Կրոյֆը վերադառնում է ակումբ, արդեն որպես գլխավոր մարզիչ։ Այս ժամանակահատվածում ակումբը նաև սկսում է ինստիտուցիոնալ վերափոխում։ Սա տակտիկական համակարգ էր, որը հիմնված էր գնդակի տոտալ վերահսկման վրա։ Այս փիլիսոփայությունը դառնում է հիմք Բարսելոնայի հաջորդ տասնամյակների համար։ 1980-ականների սկզբին ակումբը ձեռք է բերում եւս մեկ մեծ անուն՝ Դիեգո Մարադոնա։ Չնայած նրա ժամանակահատվածը խոչընդոտվում էր վնասվածքներով եւ սկանդալներով, սակայն նրա ներկայությունը մեծացնում էր Բարսելոնայի միջազգային ճանաչումը։ Կրոյֆի գլխավորությամբ Բարսելոնան հասնում է իր առաջին մեծ հաջողություններին։ 1991-ից 94 թվականներին ակումբը նվաճում է 4 անընդմեջ Լա Լիգայի տիտղոս, իսկ 1992 թվականին իր պատմության առաջին եվրոպական գավաթը, այժմյան Չեմպիոնների լիգան, հաղթելով Սամպդորիային Ռոնալդ Կումանի գոլի շնորհիվ։ Այս շրջանը հայտնի է որպես Dream Team դարաշրջան։
Թիմում հանդես էին գալիս այնպիսի լեգենդներ, ինչպիսիք են Խրիստո Ստոյչկովը, Պեպ Գուարդիոլան, Ռոնալդ Կումանը եւ Մայքլ Լաուդրուպը։ Նրանք խաղում էին ֆուտբոլ, որը ոչ միայն արդյունավետ էր, այլ նաեւ գեղեցիկ, գերելով թե երկրպագուներին, թե մասնագետներին։ Այս շրջանի ավարտին Բարսելոնան ոչ միայն վերականգնում է իր մրցակցությունը, այլ նաեւ ձևավորում է հստակ ֆուտբոլային ինքնություն։ Ինքնություն, որը հետագայում պետք է ազդի ամբողջ ֆուտբոլային աշխարհի վրա եւ ձևավորի նոր սերունդներ։ Կրոյֆը դրեց հիմք ակումբի հայտնի ակադեմիայի Լա Մասիայի, որը հետագայում դարձավ ֆուտբոլի պատմության ամենաարդյունավետ համակարգերից մեկը։ Այստեղից դուրս են եկել այնպիսի խաղացողներ, ինչպիսիք են Լեոնել Մեսին, Խավին եւ Անդրես Ինիեստան։ Լա Մասիան պարզապես ակադեմիա չէ, դա կառուցվածքային համակարգ է, որտեղ խաղացողներին սովորեցնում են նույն ֆուտբոլային մտածողությունը։ Տարածության ընկալում, դիրքային խաղ եւ ճիշտ որոշումներ ընդունելու ունակություն։ Այս մոտեցումը ապահովում էր սերունդների միջև շարունակականություն եւ նվազեցնում էր տրանսֆերներից կախվածությունը։ Տոտալ ֆուտբոլի սկզբունքները ներմուծվում էին ակումբի բոլոր մակարդակներում։ Սա թույլ տվեց պահպանել նույն խաղաոճը սերնդար սերունդ։ Արդյունքում ձևավորվեց կայուն մոդել, որը դարձնում է Բարսելոնան աշխարհում այն քիչ ակումբներից մեկը, որն ունի հստակ եւ միասնական ֆուտբոլային փիլիսոփայություն։ Սակայն Կրոյֆի հեռանալուց հետո սկսվում է անցումային փուլ։ 2000-ականների սկիզբը Բարսելոնայի համար միաժամանակ դժվարությունների եւ վերածնդի շրջան էր։ 1996 թվականին Յոհան Կրոյֆի հեռանալուց հետո ակումբը անցումային փուլ էր ապրում։ Նրանք պարբերաբար փոխում էին մարզիչներին, թեև Լուի Վան Գալը թիմին բերեց Լա Լիգայի երկու անընդմեջ տիտղոս 1998 եւ 99 թվականներին։ Նրա խիստ համակարգը եւ կոնֆլիկտները առաջատար խաղացողների հետ, այդ թվում Ռիվալդոյի, լարվածություն են ստեղծում թիմում։ 2000 թվականին նրա հեռանալուց հետո ակումբը հայտնվում է անկման փուլում։ Թիմը դժվարանում էր թե ներքին առաջնություններում, թե եվրոպական մրցաշարերում։ Սա անկայունության շրջան էր, երբ Բարսելոնան չէր կարողանում նվաճել լուրջ տիտղոսներ։ Այս շրջանի կարևոր դրվագներից մեկը տեղի ունենում հենց 2000 թվականին։ Լուիշ Ֆիգուն տեղափոխվում է Ռեալ Մադրիդ։ Այս տրանսֆերը մեծացնում է երկրպագուների զայրույթը եւ ավելի է սրում երկու ակումբների հակամարտությունը։ Միևնույն ժամանակ այն բացահայտում է Բարսելոնայի ներսում առկա խնդիրները՝ կառավարման եւ երկարաժամկետ ռազմավարության բացակայությունը։ Ակումբը շարունակում է փոխել մարզիչներին։ Վերջապես որոշակի կայունություն է բերում Ֆրանկ Ռայկարդը։ Իրական շրջադարձը տեղի ունենում 2003 թվականին։ Նախագահ է ընտրվում Ժուան Լապորտան, ով իրականացնում է ակումբի պատմության ամենակարևոր տրանսֆերներից մեկը, ձեռք բերելով Ռոնալդինյոին։ Ռոնալդինյոն անմիջապես փոխում է թիմի մթնոլորտը։ Նրա տեխնիկական խաղից ստացած հաճույքը եւ այն թեթևությունը, որը նա ցույց էր տալիս դաշտում, նոր կյանք էր տալիս Բարսելոնային։ Նրա խաղաոճը գրավում է ամբողջ աշխարհի ուշադրությունը, հատկապես Լատինական Ամերիկայում եւ Ասիայում։ Բարսելոնան աստիճանաբար վերածվում է համաշխարհային բրենդի։ Խաղադաշտում Ռոնալդինոյի առաջնորդությամբ թիմը վերագտնում է իր հարձակվողական խաղը եւ սկիզբ դնում հաղթանակներին։ Ռայկարդը կառուցում է հավասարակշռված թիմ, համադրելով դիրքային խաղը եւ հարձակվողական ազատությունը։ Թիմի առանցքը կազմում էին Ռոնալդինյոն, Սամուել Էտոն եւ երիտասարդ Լեոնել Մեսին, ով իր դեբյուտն էր կատարում 2004 թվականին Ռայկարդի օգնությամբ։ Այս շրջանում Բարսելոնը նաև զարգացնում էր իր կոմերցիոն եւ կառավարման համակարգը։ Ակումբը համարվում էր ժամանակակից ֆուտբոլի տնտեսական իրականությանը եւ ընդլայնում էր իր ներկայությունը ինչպես խաղադաշտում, այնպես էլ դրանից դուրս։ 2004-2005 եւ 2005-2006 մրցաշրջաններում Բարսելոնան գերիշխում է Իսպանիայում, նվաճելով երկու անընդմեջ Լա Լիգայի տիտղոս։ Բայց այս շրջանի գլխավոր նվաճումը գալիս է 2006 թվականին։ Բարսելոնան հաղթում է Չեմպիոնների լիգան եզրափակում 2-1 հաշվով հաղթելով Արսենալին։ Սա դառնում է ակումբի երկրորդ եվրոպական գավաթը եւ հաստատում է նրա վերադարձը եվրոպական էլիտա։ Սակայն 2006 թվականի հաջողությունից հետո թիմը սկսում է կորցնել կայունությունը։ Ներքին խնդիրները աճում են, իսկ Ռոնալդինյոյի մարզավիճակը սկսում է անկում ապրել։ 2008 թվականին պարզ է դառնում, որ ակումբին անհրաժեշտ է նոր ուղղություն։ Լա Մասիայի սան Պեպ Գուարդիոլան 2008 թվականին դառնում է գլխավոր մարզիչ եւ անմիջապես սկսում կառուցել պատմության ամենաուժեղ թիմերից մեկը։ Եթե Կրոյֆը դրեց հիմքը, ապա Պեպ Գուարդիոլան այն հասցրեց կատարելության։ Նրա Բարսելոնան հիմնված էր գնդակի վերահսկման, բարձր պրեսինգի եւ արագ անցումների վրա։ Սա Կրոյֆի տոտալ ֆուտբոլի զարգացած տարբերակն էր։ Նա պահպանեց ակումբի ֆուտբոլային ինքնությունը, հարմարեցնելով այն ժամանակակից պահանջներին։ 2008-ից 12 թվականներին Բարսելոնան դառնում է գրեթե անպարտելի։ Այս ընթացքում թիմը նվաճում է 3 Լա Լիգայի տիտղոս, 2 Չեմպիոնների լիգա եւ բազմաթիվ այլ գավաթներ։ Թիմի կենտրոնում էր Լեոնել Մեսին, ով Գվարդիոլայի ղեկավարությամբ դառնում է պատմության լավագույն խաղացողներից մեկը։ Մեսի համագործակցությունը Խավի եւ Ինիեստայի հետ դարձնում է թիմը գրեթե անկասելի։
Նրանց խաղը հիմնված էր ճշգրիտ փոխանցումների շարժման եւ խաղի լիարժեք վերահսկման վրա։ 2011 թվականի Չեմպիոնների լիգայի եզրափակում Բարսելոնան 3-1 հաշվով հաղթում է Մանչեսթեր Յունայթեդին։ Այս հանդիպումը հաճախ համարվում է ֆուտբոլի պատմության լավագույն թիմային խաղերից մեկը։ Այս շրջանում Բարսելոնայի խաղաոճը դառնում է օրինակ համաշխարհային ֆուտբոլում։ Շատ ակումբներ եւ հավաքականներ փորձում էին կրկնել նրանց մոդելը, սակայն Գվարդիոլայի ազդեցությունը միայն տիտղոսներով չէր չափվում։ Նրա թիմը խաղում էր ֆուտբոլ, որը միաժամանակ արդյունավետ էր եւ գեղեցիկ։ Այսպես ձևավորվեց տիկի-տակա ոճը, եւ ամբողջ աշխարհում սկսեցին փորձել հասնել այն մակարդակին, որ այդ տարիներին ցույց է տալիս Բարսելոնան։ 2012 թվականին, երբ Պեպ Գվարդիոլան հեռացավ Բարսելոնայից, շատերը սկսեցին կասկածել, արդյոք ակումբը կկարողանա պահպանել իր գերիշխանությունը։ Տիտո Վիլանովայի գլխավորությամբ թիմը շարունակում է աշխատել նույն տակտիկական համակարգով եւ 2012-13 մրցաշրջանում նվաճում է Լա Լիգայի տիտղոսը, հավաքելով ռեկորդային միավորներ։ Սա ցույց է տալիս, որ Կրոյֆի եւ Գվարդիոլայի ձևավորված համակարգը շարունակում է աշխատել։ Վիլանովայից հետո թիմը գլխավորում է Լուիս Էնրիկեն։ Նա կատարում է տակտիկական փոփոխություններ։ Եթե առաջ թիմը հիմնականում շատ փոխանցումներ էր անում ու պահում էր գնդակը, ապա Էնրիկեի ժամանակ խաղը դարձավ ավելի արագ, հիմնականում ուղղահայաց փոխանցումներ, որպեսզի գնդակը շուտ հասցնի մրցակցի դարպասի մոտ։ 2015 թվականին Բարսելոնան հասնում է պատմական արդյունքի, նվաճելով Treble, Լա Լիգա, Իսպանիայի գավաթ եւ Չեմպիոնների լիգա։ Թիմի հարձակման եռյակը Լեոնել Մեսսի, Նեյմար եւ Լուիս Սուարեսը դառնում են ժամանակակից ֆուտբոլի ամենաարդյունավետ հարձակման եռյակներից մեկը։ Նրանց խաղաոճը թույլ էր տալիս Բարսելոնային ավանդական գնդակի վերահսկման խաղը դարձնել ավելի արագ եւ ավելի նպատակային։ Իսկ Ժերար Պիկեն, Սերխիո Բուսկեցը եւ Ժորդի Ալբան պահպանում էին թիմի խաղի կայունությունը։ Սակայն այս գագաթնակետից հետո սկսում են ի հայտ գալ կառուցվածքային խնդիրներ։ 2017 թվականին Նեյմարը տեղափոխվում է ՊՍԺ ռեկորդային 222 միլիոն եվրոյի դիմաց։ Այս տրանսֆերները լրջորեն ազդում է թիմի կառուցվածքի վրա եւ ստիպում ակումբին գործել արագ տրանսֆերային շուկայում։ Բարսելոնան մեծ գումարներ է ներդնում Ուսման Դեմբելեի եւ Ֆիլիպե Կոուտինյոյի տրանսֆերների վրա, սակայն այս քայլերը չեն ապահովում երկարաժամկետ կայունություն։ Արդյունքում առաջանում են թե խաղային անկայունություն, թե ֆինանսական խնդիրներ։ Այս քաղաքականությունը արտացոլում էր ավելի լայն փոփոխություն ակումբի ֆինանսական ռազմավարության մեջ։ Բարձր արժեքով տրանսֆերները եւ աճող աշխատավարձերը աստիճանաբար ստեղծում են ֆինանսական ճնշում, սահմանափակելով ակումբի հնարավորությունները։ 2017 թվականին Լուիս Էնրիկեն հեռացավ եւ նոր մարզիչ նշանակվեց Էրնեստո Վալվերդեն։ 2018-ին եւ 19-ին թիմը նվաճում է Լա Լիգայի տիտղոսները։ Չնայած ներքին առաջնություններում հաջողությունների, Էրնեստո Վալվերդեի ղեկավարությամբ Չեմպիոնների լիգայում բացահայտվում են խորքային խնդիրներ։ 2018 թվականին Բարսելոնան պարտվում է Ռոմային, իսկ 19 թվականին Լիվերպուլին։ Երկու դեպքում էլ ունենալով զգալի առավելություն առաջին խաղում։ Այս պարտությունները ցույց են տալիս խնդիրներ կապված խաղի կառավարման, կազմի խորության եւ հոգեբանական կայունության հետ։ 2020 թվականին խնդիրները հասնում են իրենց գագաթնակետին։ Չեմպիոնների լիգայում Բարսելոնան պարտվում է Բավարիային 2-8 հաշվով։ Սա դառնում է ակումբի պատմության ամենածանր պարտություններից մեկը։ Այս ճգնաժամը մեծապես կապված էր նախագահ Ժոզեպ Բարտումեոյի կառավարման հետ։ Ակումբի ֆինանսական մոդելը դառնում է անկայուն։ Մեծ ծախսերի եւ աճող աշխատավարձների պատճառով կուտակվում են մեծ պարտքեր։ Միևնույն ժամանակ այս խնդիրները արտացոլում են նաեւ ժամանակակից ֆուտբոլի ընդհանուր փոփոխությունները՝ գլոբալ մրցակցության աճ, տրանսֆերային գնաճ եւ կոմերցիոն ճնշում։ 2020 թվականին Լեոնել Մեսսին հայտարարում է ակումբը լքելու իր ցանկության մասին, թեև նա մնում է եւս մեկ մրցաշրջան, սակայն իրավիճակը ցույց է տալիս խորքային խնդիրները։ 2021 թվականին Լա Լիգայի ֆինանսական սահմանափակումների պատճառով Բարսելոնան չի կարողանում գրանցել Մեսսին նոր պայմանագիրը։ Նա հեռանում է ակումբից ավարտելով մի ամբողջ դարաշրջան։ Բարտումեոյի հրաժարականից հետո 2021 թվականին վերադառնում է Ժոան Լապորտան։ Սկսվում է ֆինանսական վերակառուցում։ Կրճատվում են աշխատավարձերը, վերանայվում են պայմանագրերը եւ տրանսֆերային ռազմավարությունը։ Միաժամանակ սկսվում է Էսպայի Բարսա նախագիծը, որը նախատեսում է Կամպ Նոուի եւ ամբողջ մարզահամալիրի վերակառուցում, այն դարձնելով ժամանակակից եւ բազմաֆունկցիոնալ տարածք, միաժամանակ բարձրացնելով ակումբի եկամուտները։ 2022 թվականին Բարսելոնան եւ Spotify-ը կնքեցին պայմանագիր, որը ներառում է մարզաշապիկի հովանավորություն եւ մարզադաշտի անվան իրավունք, ապահովելով ակումբի ահռելի եկամուտներ։ Գլխավոր մարզիչ էր նշանակվում Խավի Հեռնանդեսը։ Սա նշանակում էր վերադարձ ակումբի ավանդական փիլիսոփայությանը։ Սահմանափակ ռեսուրսների պայմաններում Բարսելոնան սկսում է կենտրոնանալ Լա Մասիայի երիտասարդների վրա եւ կատարում է նպատակային տրանսֆերներ, օրինակ Ռոբերտ Լևանդովսկու։ Այս մոտեցումը ցույց է տալիս վերադարձ ակումբի պատմական մոդելին՝ զարգացում ներսից, ոչ թե կախվածություն թանկ տրանսֆերներից։ 2022-23 մրցաշրջանում Բարսելոնան նվաճում է Լա Լիգայի տիտղոսը։ Միևնույն ժամանակ տեղի ունենում սերնդափոխություն։
Ակումբը լքում են այնպիսի խաղացողներ, ինչպիսիք են Պիկեն, Բուսկետսը եւ Ալբան։ Սա ավարտում է Գվարդիոլայի դարաշրջանից սկսած ցիկլը։ 2020-ականների կեսին Բարսելոնան հասնում է հարաբերական կայունության, սակայն շարունակում է բախվել մարտահրավերների, կապված ֆինանսների կազմի եւ մրցունակության հետ։ Այս շրջանը եւս մեկ անգամ ցույց է տալիս ակումբի պատմության օրինաչափությունը։ Հաջողության փուլեր, որոնց հաջողում են կառուցվածքային խնդիրներ, եւ հետո վերափոխվում ու վերադարձ հիմնական արժեքներին։ Հանս Ֆլիկի նշանակումը ազդարարում է նոր փուլ, որտեղ Բարսելոնան փորձում է համադրել իր պատմական ինքնությունը ժամանակակից ֆուտբոլի պահանջների հետ, որտեղ Լա Մասիայից եկած նոր սերունդը շարունակում է կերտել Բարսելոնայի պատմությունը, պահպանելով թիմի խաղային ինքնությունը, հասցնելով այն նոր կատարելության։ Արդեն 1 դարից ավել այս ակումբը անցնում է իր ճանապարհը։ Այստեղ ձևավորվել են ֆուտբոլիստներ, որոնք փոխել են խաղի մասին ընկալումը եւ դարձել պատմության լավագույնները։ Այստեղ ձևավորվել է խաղային մտածողություն, որը դարձել է օրինակ ամբողջ աշխարհի համար։ Բարսելոնան ստեղծել է իր համակարգը պահպանել այն եւ փոխանցել սերունդներին։ Այսօր այն ունի միլիոնավոր երկրպագուներ աշխարհի տարբեր մասերում։ Մարդիկ, որոնք խոսում են տարբեր լեզուներով, բայց նրանց միավորում է մի գաղափար՝ Վիսկա, Բարսա, Վիսկա, Կատալոնիա։